Նախապայմանը հետևյալն է, նույնիսկ հիմա բարեկամների մեջ մարդկանց հակամարտություն, հակառակությունը մտած, ես երբեք այսպիսի բան չեմ տեսել, մեր ավակ քահանաներից մեկը Տեր Եղիշեն ասաց, մենք կարծես թե որբացել ենք, այս նախադասությունը ես միշտ ասում եմ ու ասելու եմ այնքան ժամանակ, ինչև մեր սրբազան հայրերը դուրս չգան, որքանով է ճիշտ, որ քահանան գտնվի տնային կալանքի մեջ, օրերով արտասվում են, սպասում են Տեր հայրի վերադարձին, ինչքան ուժ կա մեր հոգևորականների, ընտանիքների, մայրերի, երեց կանանց մեջ, վեհափառ հայրապետի քույրն է և իրենք խորքից հավատավոր ընտանիք են, ինչ եք ուզում հայ հոգևորականից, մենք պատրաստ պիտի լինենք երկարատև պայքարի փորձության Բարև ձեզ, դուք դիտում եք հարցեր կան հաղորդումը, մինչև մեր այսօրվա հյուրին ներկայացնելը, ուզում եմ հիշեցնել, որ ձեզնից յուրաքանչյուրի դիտումը, տարածումը, մեկնաբանությունը շատ կարևոր են մեզ համար։ Դուք դրանով հավատացեք մեծ ներդրում եք կատարում հաղորդման զարգացման գործում։ Իսկ այսօր հարցեր կան Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փարեն Քահանա Առաքելյանին։ Օրհնեցեք Տեր հայր։ Աստված օրհնի։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Ես եմ շնորհակալ։ Արդեն քանի ամիս է իշխանությունը պետական հսկայական մեքենան գործարկել է թիրախավորելու համար եկեղեցին եւ հոգեվորականները հաճախ նշում եք, որ այդ հալածանքներից չեք ընկրկելու, դրանք ձեզ համար նոր չեն եւ ավելին այդ հալածանքներից եկեղեցին բյուրեղանում է։ Այդուհանդերձ մենք տեսնում ենք, որ իշխանությունը վայրի քարոզչությամբ փորձում է թիրախավորել հանրային գիտակցությունը, հանրության գիտակցությունը եւ դրա համար պարբերաբար տարատեսակ թեզեր է շրջանառության մեջ դնում, փորձելու համար, որ ավելի լավ կաշխատի, հիմա էլ փորձում է իբրև թե տպավորություն ստեղծել, թե եկեղեցին հակադրվում է պետությանը, եկեղեցին չի ուզում նույնանալ պետության հետ, օրինակ, երբ մերժում է այն միտքը գաղափարը, թե պատարագից առաջ պետք է օրհներ քնչի կամ եկեղեցուն պիտի դրոշ դրվի։ Իդեպ սա ասում է մի մարդ, որի ձեռամբ հարյուրավոր եկեղեցիներ ու վանքեր հանձնվել են թշնամուն, էլի այս մարդը չի կարող խոսել պետությունից, պետության արժեքից եւ եկեղեցիների արժեքից։ Հիմա այդուհանդերձ Տեր հայր, հանրության շերտեր կան, որոնք առավել խոցելի են այդ քարոզչության առջև, պատրաստ են հեշտորեն կուլ տալ այս կամ այն խայծը։ Իմ հարցն մասին է, թե ինչպես օգնել, ինչպես ազատել, ինչպես փրկել այդ մարդկանց իշխանության այս հսկայական քարոզչական մեքենայի ճիրաններից։ Շնորհակալ եմ այս լայն հարցերի համար, այն որ եկեղեցին մշտապես պատրաստ է հալածանքներին, փորձություններին, մենք ավելի շատ փորձություն բառն ենք օգտագործում, դա հիմա ես եւս մեկ անգամ հաստատում եմ եւ պնդում եմ եւ վստահորեն ասում եմ, որ եկեղեցին ավելի ամրացած դուրս է գալու այս փորձությունից։ Լավ բառ գործածեցիք դուք, ասացիք տպավորություն ստեղծելով, որովհետև դա ճշմարտությունը չէ, ինչ որ իրենք են ասում, իբրև թե եկեղեցին պետությանը դեմ է գործում կամ առնվազն չի հարգում պետական ինստիտուտները, դա այդպես չէ։ Հարցեր են հնչեցվում, որոնց այո կամ ոչ ասելը երկու դեպքում էլ կարող ես հայտնվել ծուղակի մեջ։ Օրինակ, երբ որ առաջարկում են, թե պատարագից առաջ հիմնը պիտի հնչի, երբ որ ասես այո պիտի հնչի, այս դեպքում եկեղեցական կարգ ու սարքի դեմ դու կգործես։ Եթե ասես չպիտի հնչի, դու այս դեպքում կարող ես ընկնել այն ծուղակի մեջ, որ եկեղեցին դեմ է պետությանը, որովհետև հիմնը մեր պետության խորհրդանիշերից մեկն է, գլխավոր խորհրդանիշն է։ Եվ սա ծուղակ հարց է, որին մենք պատասխանում ենք հետևյալ կերպ. երբեք եկեղեցին պետական խորհրդանիշերը չի արհամարհել, դրա առհավատչյան վկայությունն այն է, որ բոլոր միջոցառումները եկեղեցական, ճեմարանական միջոցառումները կամ որևէ հիշարժան առիթ միշտ էլ հանրապետության հիմնը հնչել է։ Եկեղեցին այլ վայր է։ Եկեղեցին մեր հավատքի դավանության համաձայն երկինք է երկրի վրա, այդպես է ձևակերպվում։ Սկսվում է
հրեշտակների փառաբանությամբ, մարդու մեղքի արծարծմամբ, ուրեմն երկնքի մեջ այդ ֆիզիկականը բացակայում է։ Դրա համար է, որ եկեղեցում դարեր շարունակ մեր հայրերը չեն զետեղել հիմնը։ Հետո ժամանակագրական խնդիր կա, չէ՞, մեր հիմնը դպրոցական երեխան էլ գիտի, թե երբ է գրվել կամ ստեղծվել, չէ՞։ Իսկ եկեղեցին 2000 տարվա պատմություն ունի։ Մենք որպես եկեղեցականներ, եկեղեցու ծառայողներ, կրելով եկեղեցու սրբազան ավանդությունը ներկա ենք պահում Հիսուս Քրիստոսին, որ 2000 տարի եւ ավել հայ իրականության մեջ է։ Ուրեմն երկինք է եկեղեցին երկրի վրա եւ այստեղ հավերժն է ներկա մշտապես։ Ես հիշում եմ, երբ որ ընթերցում էի հայտնի Ֆրանց Վերֆելի Մուսալերան 40 օրը վեպը, այնտեղ նկարագրվում է, թե ինչպես, երբ որ մարդիկ բարձրանում էին Մուսալերը, հեղինակը գրում է, թե սկսեցին իրենք փայտով եկեղեցի կառուցել։ Դեր հայկազունը ասում է, որ մարդիկ սկսեցին փայտով եկեղեցի կառուցել եւ շատ հետաքրքիր է բնորոշումը, որպեսի անմահացնեն հավերժը։ Հավերժի ներկայությունն է եկեղեցին։ Եվ մեր սիրելի հայրենակիցներին, մեր հավատացյալներին եւ առհասարակ հայ մարդուն մենք միշտ ասում ենք, որ եկեղեցին երբեք մրցության մեջ չի եղել պետության մեջ։ Եվ այդ հավերժի ճամփորդը լինելով մենք հրավիրում ենք բոլորին, որ գտնվեն այդ հավերժի տան մեջ, որ Աստծո տունն է, որ եկեղեցին է։ Հարյուրամյակներ, երբ մենք հիմնել չենք ունեցել, որովհետև պետականություն չենք ունեցել, եկեղեցին այդ առաքելությունը իր վրա է վերցրել ազգապահպան գործառույթը։ Այսինքն սա լիովին ծուղակ հարց է եւ անբարո հարց է։ Օրինակ դրոշը, եռագույն դրոշը։ Ես չգիտեմ մարդիկ տեղյակ են թե չէ, բայց վստահ եմ, որ որոշակի հատված մարդկանցից կիմանան, թե դրոշի գույները որտեղից են գալիս։ Աստվածաշնչի Ելից գրքի մեջ, երբ որ նկարագրում է վկայության խորանի այդ պարագաները, վարագույրը 3 գույն ուներ. կարմիր, կապույտ, ծիրանագույն։ Այդ գույները մեր դրոշի գույներն են, չէ՞, բայց ի տարբերություն այսօրվա դրոշի, քերովբեների, սերովբեների պատկերը կար այդ վարագույրի վրա։ Եվ այդ աստվածաշնչյան տեղին ի նկատի ունենալով, հիմնվելով այդ տեղի վրա, վարագույր կա մեր եկեղեցիներից մեկում, Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, վարագույրը, եթե դուք պատարագին մասնակցեք, երբ որ վարագույրը փակվում է, տեսնեք, որ կարմիր, կապույտ, ծիրանագույն է եւ քերովբեներով զարդարված։ Ուրեմն հարց, եթե եկեղեցին պետական խորհրդանիշերի նկատմամբ ոչ դրական վերաբերմունք ունենար, եկեղեցու սրբություն սրբոց խորանը, Արագածոտնի թեմի մայր եկեղեցում, ընդհանրապես հայ ազգի այդ դպրության կենտրոնում Օշականի եկեղեցում խորանը կլիներ արդյոք կարմիր, կապույտ եւ ծիրանագույն։ Եվ հետո դարեր շարունակ, երբ որ եկեղեցին հանձն է առել այսպես կոչված պետական ինստիտուտների գործառույթը, դա չի հանձն առել մարտնչելով։ Պետության գոյության պայմաններում, տարբեր թագավորությունների պայմաններում եկեղեցին զբաղվել, ինչպես հիմա են մարդիկ սովոր ասել, հոգևորով զբաղվեք։ Եկեղեցին ամբողջությամբ զբաղվել է իր հոգեփրկչական ծառայությամբ։ Եվ ստիպված դարերի ընթացքում, երբ որ մենք չենք ունեցել պետություն, պետականություն, այդ գործառույթները հանձն է առել։ Էլ չասենք, որ այդ գործառույթներից շատերը ծնվել են հենց եկեղեցում, օրինակ դպրոցը։ Դպրոցը ծնվել է եկեղեցում մեջ, եկեղեցում կից, եւ այդ ամեն ինչը հետո, երբ որ պետություն ենք ունեցել, եկեղեցին սիրով հետ է քաշվել, այսպես ասած, կամ ուղակի շարունակել է Հիսուս Քրիստոսին քարոզել։ Բայց այդ դեպքում էլ, երբ որ հանձն է առել ստիպված եկեղեցու գործառույթները, այդ ժամանակ էլ եկեղեցին շարունակել է միշտ մարդու հոգեփրկչական գործունեությամբ զբաղվել։ Դուք հարցազրույցներից մեկում նշել եք, որ եկեղեցին չի տրվելու սադրանքների եւ որ պատրաստ է երկարատև հանդարտ պայքարի։
Հետաքրքիր է, որ հատկապես այն քաղաքացիները, որոնք իսկապես սրտացավորեն անհանգիստ են այս իրողություններից, որոշակի գործողություններ են ակնկալում եկեղեցուց, վեհափառ հայրապետից եւ հապշտապ գործողություններ, կտրուկ գործողություններ, ռեակտիվ քայլեր։ Մինչդեռ վեհափառ հայրապետի հանդարտությունը եւ եկեղեցու հանդարտ գործելավոճը այլ պատասխան է։ Ինչու հենց հանդարտությունը եւ ինչը ասել, ինչ կերպ բացատրել այն քաղաքացիներին, որոնք սրտացավորեն սպասելիքներ ունեն, բայց եւ այդ հանդարտությունը հակված են որոշ չափով թուլություն ընկալել։ Այո, ես ասել եմ դա, որ մենք միշտ պատրաստ պիտի լինենք երկարատև պայքարի։ Գիտեք ինչի համար, որովհետեւ երբ որ դու շտապես, եթե մենք մտածենք, որ մի ամիս հետո կամ 10 օր հետո կամ 5 օր հետո այս փոթորիկը վերջանալու է, մենք սխալվելու մեծ հավանականություն ունենք։ Բայց երբ որ հոգեպես պատրաստ լինենք, որ կարող է այս փորձությունը շարունակվել երկար տարիներ, նույնիսկ երկար տարիներ, որ իրոք չենք ուզում, իրապես չենք ուզում, հոգեբանորեն մենք պատրաստ կլինենք։ Մեր նյարդերը, մեր առողջությունը, մեր ամենակարևորը աղոթքը հարատև պիտի լինի։ Մենք մեր ծրագրերը, եկեղեցին իր ծրագրերը կազմում է երկարատև դարերի համար, եւ մենք այդ դարերի մեջ մի փոքրիկ մասնիկն ենք։ Ուրեմն այդ խոսքը, որ ես ասել եմ, ի նկատի եմ ունեցել հետեւյալը. մենք պատրաստ պիտի լինենք երկարատև պայքարի, փորձության, որպեսզի երբ որ այդ պայքարը 5 օր հետո ավարտվի, մենք հաջելի անակնկալի մեջ լինենք։ Եվ այդպես կլինի։ Երբ որ մարդը իր կյանքի մեջ պատրաստ է, թե իր նյարդերով, հոգեբանությամբ, իր հավատքով, իր նվիրումով պատրաստ է երկար տարիների ճանապարհ անցնել, այդ մարդը շատ շուտ հաջողում է։ Էլ ուր մնաց թե եկեղեցին եւ ինստիտուտը։ Իհարկե, նորից ասում ենք, ցանկություն չունենք եւ իմաստ էլ չկա երկարատև այս փոթորիկի մեջ լինել եւ եկեղեցին չի էլ ուզում։ Այս ամենը եթե միայն մեզ վնասեր հոգեվորականներիս, թող ների ինձ ասել ոչինչ, բայց այս ամենը վնասում է պարզ հավատացյալին։ Պարզ հավատացյալը, պարզ մարդը, երբ որ կարծիքներ է լսում, սուտ, կեղծ, ճշմարիտ, իր կյանքը փոթորկվում է, չգիտի ինչ անի։ Ես մի առիթով էլի ասել եմ, որ նույնիսկ հիմա բարեկամների մեջ մարդկանց հակամարտություն, հակառակություն է մտած, ես երբեք այսպիսի բան չեմ տեսել, եւ սա շատ ցավալի է։ Դրա համար եկեղեցին հանդարտ է, հանգիստ է, որովհետեւ եկեղեցին ծառայելով Աստծուն, իր ծառայությունն է բերում ողջ ժողովրդին, հայ ժողովրդին։ Կլինի անառակ որդի, թե կլինի տանը եղած որդի, բոլորը եկեղեցու զավակներն են եւ եկեղեցին ուզում է, որ այդ անառակ որդին վերադառնա եւ ասի հայր, մեղա հերկինս եւ առաջիքո։ Իսկ վեհափառ հայրապետը չի ուզում, որպեսի գեթ մեկ հայը վնասվի առաջին հերթին հոգով եւ նաեւ ինչու՞ չէ, նաեւ ֆիզիկապես։ Անկամ նրանք, ովքեր ակնհայտորեն դավաճանեցին վեհափառ հայրապետին, դավաճանեցին իրենց ուխտին, եկեղեցուն։ Ես պիտի մեջբերեմ ձեր առաջնորդի Մկրտիչ Սրբազանի հայտարարությունից մի տեքստ, վեհափառի դեմ ընդդիմանալը անձի դեմ ընդդիմանալ չէ, այլ հարվածել եկեղեցու հիմքերին։ Այդ հոգևորականները, որոնք հանդիպեցին Հայաստանի վարչապետ համարվող մարդու հետ, որոնք չեն հիշատակում թե մի առաջնորդների կամ վեհափառ հայրապետի անունը, այդ ինչն է ստիպել այդ մարդկանց հարվածել եկեղեցու հիմքերին, սեփական տան հիմքերին։ Գուցե իրենք երբևէ եկեղեցին իբրև տուն չեն ընկալել, իբրև չզեղչվող արժեք չեն ընկալել։ Անկեղծ ասած, ինձ երբ որ մեր եպիսկոպոսների մասին հարց են տալիս, Ես գիտեմ ձեր պատասխանը, գնահատականներ չեք տալիս։ Չեմ ուզում գնահատականներ տալ եւ միշտ էլ ասել եմ, որ ես ինքս պարզ քահանա եմ եւ երբեք չեմ ուզել գնահատականներ տալ սրբազաններին, եպիսկոպոսներին, որովհետեւ իրենք երկար ճանապարհ են անցել։ Իհարկե, պիտի ասենք, սրտի մեջ ցավ ունենք, իհարկե, ինչպես մեր Մկրտիչ Սրբազանն է ասում կամ երեք էլ հայտարարությամբ
հանդես եկան Արշակ Սրբազանը, Միքայել Սրբազանը, Բագրատ Սրբազանը, այդ ամեն ինչը մենք կիսում ենք, այդ ամեն ինչը մենք գիտենք, որ ճիշտ են ասում իրենք, բայց ուղղակի գիտեք եկեղեցու մեջ կա այսպիսի մի փորձ, եւ դա հիմնված է ավետարանի վրա, որ պիտի մարդ հաղորդի նաեւ իր թշնամու համար, շատ դժվար բան է սա, եւ դրա համար էլ քրիստոնյա լինելն է առհասարակ դժվար բան, քրիստոնյա լինել խաղուբար չէ, այսպես ասած, ցավ ենք ապրում, մեծ կսկիծ կա մեր սրտերի մեջ, իհարկե հասկանում ենք եւ չենք կարող չասել, որ սխալ է գործվում, որովհետեւ շատ ենք ասել, էլի կասենք, որ պատարագի մեջ զեղչել անունը վեհափար հայրապետի եւ առաջնորդի, դա սխալ է։ Իդեպ երեք մենք պատարագ մատուցեցինք Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում, կարող են բոլորը այդ մասը հետ տալ, նայել, երբ որ մեր Տեր Մանուկը պատարագ էր մատուցում, այդ հատվածը շեշտեց եւ վեհափար հայրապետի անունը եւ Անուշավան Սրբազանի անունը, որովհետեւ Անուշավան Սրբազան այսօր իր պաշտոնը Երևանի Սուրբ Գրիգոր Մայր եկեղեցու հոգևոր տեսուչն է։ Ասելով, շեշտելով, որ մենք հարգում ենք եկեղեցու կարգն ու կանոնը, մենք շեշտում ենք։ Այսինքն քանի դեռ կարգալույց չի արվել։ Այո, քանի դեռ հոգևորականը իր պաշտոնի մեջ է, մենք ուղղակի պարտավոր ենք, բարոյական իրավունք չունենք, դա մարդու կամայականությամբ չէ, դա վիրավորական է ոչ թե մարդու նկատմամբ, այլ ամբողջ նվիրապետական կարգի նկատմամբ։ Մեր հոգևորականները մենք ամեն օր ասում ենք, դա գրված է շեշտելով հայ առաքելական Սուրբ եկեղեցու նվիրապետության կարևորությունը։ Եվ մենք չենք կարող ուղղակի թույլ տալ մեզ այդ զեղչումներն անել։ Այս իմաստով, այո, սխալներ գործվում են։ Եպիսկոպոսների ներկայությամբ վեհափար հայրապետի եւ թեմի առաջնորդի անունը զեղչվում է 7 վերքում, Սուրբ Սարգիս եկեղեցում, Թալինում, Հովանավանքում եւ այլն, բոլոր տեղերը, որտեղ պատարագներ եղան, այսպես է, միջոցառումները եղան որոշ տեղեր, զեղչվեցին։ Սա անընդունելի է մեզ համար։ Եվ այդ անընդունելի արարքի հանդեպ լուր նստելն էլ անընդունելի է մեզ համար։ Տեր հայր, ես ճիշտ եմ հասկանում, որ Անուշավան Սրբազանի անունը տալը ոչ միայն հարգանք է նվիրապետական կարգին, կանոնի եկեղեցու, այլ նաև պետք է ընկալել իբրև դարձի ճանապարհ։ Հնարավորություն է տրվում այդ մարդկանց դարձի գալու, այդ ճանապարհը տրվել է եւ կարծեք թե եպիսկոպոսած ժողովի հետաձգումն էլ ընկալվում է իբրև այդ ճանապարհի, իբրև այդ ձեռքի մեկնում։ Ես ուրախ եմ, որ ձեր կողմից դա ընկալվել է այդպես։ Ի սկզբանե մենք այդ միտումը չենք ունեցել, որովհետև մենք այդ անունները շեշտում ենք, որովհետև կանոնն այդպես է։ Ես ասացի, որ մենք չունենք բարոյական իրավունք, առհասարակ չկա իրավունք որևէ բան զեղչելու, մանավանդ կարևոր այդ հատվածները զեղչելու։ Եթե դուք իբրև աշխարհիկ մարդ այդպես ընկալել եք եւ վստահ եմ, որ դուք շատերի հետ շփվում եք, այդ ընկալումը կա, ուրեմն փառք Աստծո։ Ուրեմն վստահ եմ, որ Սրբազանն էլ ինքը այդպես կընկալի։ Եվ ամեն մի դարձի եկողը, ես ասացի, պիտի ասի հայր մեղա հերկինս եւ առաջի քո եւ հայրը վստահաբար կընդունի։ Աշխարհիկ մարդ, որը իրեն համարում է առաքելական եկեղեցու զավակ, չեմ կարող նաեւ չդիմել եպիսկոպոսներին, հատկապես Անուշավան Սրբազանին, որը նաեւ կարևոր գործունեություն է ծավալել Երևանի պետական համալսարանում, մի տեսակ ամոթել է, որ ես պիտի այդ մասին խոսեմ, բայց պիտի խոսեմ։ Իրենք ամենամեծ մեղքն են գործում, երբ ընդառաջ են գնում այս իշխանությանը, որովհետև կաթողիկոսի անունը չհիշատակելը, այս իշխանության քմահաճույքներով շարժվելը նշանակում է լեգիտիմացնել, օրինականացնել այն բոլոր աղետները, արատները, որոնք մարմնավորվում են այս իշխանությամբ։ Եվ դա ամենածանր հարվածն է մեր հանրությանը, որը առանց այն էլ խոսելի է հատկապես 20 թվականի պատերազմից հետո։ Ես այս բանը ուզում եմ Տեր Մանուկի խոսքից մի միտք մեջ բերել, երբ ասում էր, որ զարմանում է մարդկանց լռությունից, հատկապես նրանց, ովքեր մկրտվել են եկեղեցում, ովքեր ընտանիք են ստեղծել եկեղեցում, բայց լուռ են։ Ցավոք, տպավորություն է ստեղծվում, որ
չեմ ասի մեծամասնությունը, բայց մեր հանրության մեջ շատերը այդ ծիսակատարությունները, մկրտությունը, պսակադրությունը ընկալել են իբրև արարողակարգ, խորհուրդը լավ չեն պատկերացրել եւ ընդհանրապես լավ չեն պատկերացնում ինչ ասել է առաքելական եկեղեցու զավակ եւ ինչ անելիքներ ու պարտավորություններ ունեն իրենք իբրև մայր եկեղեցու զավակ։ Շատ նուրբ հարց ենք մենք հիմա քննարկում, ես կիսում եմ մեր Տեր Մանուկի կարծիքը, որ զարմանում ենք, բայց զարմանալ չի նշանակում մենք ատում ենք։ Իհարկե։ Մենք զարմանում ենք երբեմն լռության վրա, մենք զարմանում ենք անտարբերության վրա, մենք զարմանում ենք, որ մարդիկ ծափահարում են միս եւ այրունով մարդուն, երբ որ եկեղեցի է մտնում, մենք զարմանում ենք այդ ամեն ինչի վրա, բայց մենք ոչ մեկին չենք ատում։ Այո, տարիների ընթացքում այդ բացերը եղել են, որ մեր զավակները, մեր եղբայրը եւ քույրերը այդ ծեսերի խորհուրդների նկատմամբ հասկացողություն չեն ունեցել, խորապես չեն ընկալել եւ այդ ամենը արվել է տարիների ընթացքում շատ հաճախ որպես ավանդույթի շարունակություն, այսինքն մկրտվել են, որովհետեւ երեխան օրինակ պիտի բանակ գնա կամ պիտի ամուսնանա կամ այդպես ընդունված է իրենց ընտանիքի մեջ, բայց այդ բացը գալիս է նրանից, որ տարիներ շարունակ մեր համայնքներում քահանաներ քիչ են եղել եւ ամբողջ Արագածոտնի մարզում եղել են 3-4 հոգևորականներ, նույնիսկ ֆիզիկապես չէին կարող հասցնել հոգևորականները, որպեսզի կրթեն մարդկանց, բայց ամբողջ խոնարհումս հարգանքս վեհափար Հայրապետին, որ նպատակ դրեց, որպեսզի համայնքները ունենան իրենց հոգևորականները։ Եվ հիմա տեսեք 4 հոգի, բայց հիմա արդեն Արագածոտնի թևում գրեթե 20 հոգևորականներ են ծառայում։ Էլի քիչ է, որովհետև գյուղերը շատ են, երբեմն 5-6-7 գյուղ մի հոգևորական է սպասարկում, լավ կլինի, որ ամեն համայնք, ամեն բնակավայր ունենա իր հոգևորականը։ Եվ այս բացը գալիս է այդտեղից, բայց մյուս կողմից նաև կա իրոք անտարբերություն, օրինակ մենք զարմանում ենք այն համայնքներում նույնիսկ, որտեղ հոգևորականներ կան, որտեղ ես միշտ ասում եմ հետևյալ կերպ, ասում եմ տեսեք, ամենաանգրագետ Տեր Հայրն է, ոչ մի բան էլ եթե չանի, ինք ամեն կիրակի ձեր եկեղեցում պատարագ է անում, գնացեք պատարագի, միգուցե մենք էլ ավելի շատ պարտավորված զգանք, մենք ունենք մեր դիրքը, որ եկեղեցին է մեզ վստահված, եւ այդ դիրքը մենք պահում ենք, պատարագներ ենք մատուցում, ուրեմն երկու ստեկ է, ամբողջ մեղքը վերցնել մեզ վրա, դա ճիշտ չէ, մենք չենք ասում մենք անմեղ ենք եւ անելիքներ չունենք, բայց ամբողջ մեղքը վերցնել մեզ վրա դա ճիշտ չէ, որովհետեւ պիտի ասենք, որ մեր հոգևորականները բոլորն էլ առավոտից երեկո իրենց ծառայության մեջ են, հարյուրավոր մարդկանց հետ են օրվա մեջ շփվում եւ եկեղեցու ճշմարտությունները, սուրբ խորհուրդները փոխանցում են։ Կոչ ես խնդրանքս մեր ժողովրդին, մեր հավատավոր զավակներին, որ ոչ թե կռիվ անեն, մեր կոչը չի վերաբերում գնացեք կռիվ արեք, հեղափոխություն արեք եւ այլն։ Մեր կոչը հետեւյալն է, օրինակ մայրերը, հայրերը ասեն, որ դադարեցրեք։ Օրինակ մեզ համար մեծ ցավ է, որ մեր վեհափար Հայրապետին ավազանի անունով են դիմում, որևէ մեկ իրավունք չունի։ Մենք ծնվում ենք ուրիշ անունով, խորանի վրա երբ որ մեզ օծում են, մեր ճակատը օծում են եւ նոր անուն են տալիս եւ որևէ մեկը իրավունք չունի մեզ ավազանի անունով դիմելու։ Այսպես միտումնավոր, նյարդայնացնող, փորձելով հունից անել անընդհատ վեհափար Հայրապետի անուն ամենաբարձր ամբիոններից, ասել է, սա ուղղակի անընդունելի է։ Եվ այդ ասելուց հետո ինչպես ձեռք մեկնես այդ մարդկանց, ինչպես նստես եւ զրուցես այդ մարդկանց հետ։ Նախապայմանը հետեւյալն է. դադարեցնում եք դա եւ նոր զրուցում ենք, որովհետեւ մենք ծառայում ենք հայ մարդուն, մենք ուզում ենք, որ հայ մարդը լիարժեքորեն երջանիկ ապրի։ Եթե անգամ այդ հայ մարդը թշնամու օրակարգ է սպասարկում։ Ամեն մեկը ժամանակ ու հնարավորություն ունի դարձի գալու։ Մենք ցավում ենք, որ մարդիկ
առանց ամաչելու սուտ են խոսում։ Գիտեք, սուտը պարզից էլ պարզ է, թե ստի հայրը ով է։ Մարդը ինքն իրեն հարգող պաշտոնի կլինի, հասարակ գյուղացի կլինի, սուտ են խոսում, եւ այդ սուտը փաթեթավորում են ճշմարտության գույներով եւ փորձում են եկեղեցին, եկեղեցու արժեքը հոգեվորականին մարդկանց աչքի առջև ցածրացնել, նսեմացնել։ Իդեպ, երբ հոգևորականն էլ երբ զայրանում է, օրինակ վերջերս թիրախավորել են Շիրակի թեմի հոգևորականներից Տեր-նշանին, հանկարծ հայտնվում են մարդիկ, որոնք ասում են, իսկ հոգևորականը իրավունք ունի զայրանալու։ Տեր-նշանի մասին, եթե թույլ տաք, երկու խոսք, ես ինքս Տեր-նշանին ճանաչում եմ, իմ ավագ եղբայրն է, մենք ընկերներ ենք, ընտանիքներով ենք մոտ։ Ասում է արևելյան մի ասացվածք կա, չէ, ասում եմ, մինչև դիմացինիդ մասին դատողություններ անելը, կարծեմ ճապոնական թե չինական ասացվածք է, մի օր այդ մարդու կոշիկները հագիր։ Իսկն մի օր մտիր այդ մարդու դրության մեջ։ Հիմա Տեր-նշանին ճանաչողները գիտեն, թե ինչ ճանապարհ է անցել Տեր-նշանը։ Այն ժամանակ, երբ որ Ամասիայի տարածաշրջանում Տեր-նշանը եկեղեցի էր կահավորում, կենցաղի շենքը ներսը եկեղեցանման տարածք էր կառուցում, կիրակնօրյա դպրոցներ էր բացում, պատարակներ էր մատուցում եւ տուն առ տուն այցելում էր մարդկանց Քրիստոսի խոսքն էր տարածում, ոչ ոք չէր ճանաչում Տեր-նշանին։ Բայց Տեր-նշանը, ինչպես բոլորս, ասում եմ, մարդ ենք, չէ, վերջի վերջո, բարկանալու, հուզվելու, մանավանդ ինքը բարկացավ այն ժամանակ, երբ որ 7 վերքում այդ չարաբաստիկ բառն օգտագործեմ, եթե թույլ տաք, այդ արարողությունը եղավ։ Գնալ եւ այդ մարդուն, ել չասեմ, իր ապրած կյանքը, իր ցավերը, մանկությունից սկսած ինքը դժվարություններով մեծացել եւ նվիրյալ հոգեվորականներից է մեր եկեղեցու։ Թիրախավորել, գիտեք, կարծիք է, որ մարդիկ անգործ պարապ նստած սպասում են մեկը սայթակի։ Եկեղեցու եւ առհասարակ քրիստոնյայի անելիքը սայթակողի նկատմամբ ոչ թե պիտի լինի դատապարտելը, այլ պիտի լինի ձեռք մեկնել եւ բարձրացնելը։ Մանավանդ որ Տեր-նշանը չի սայթակել, բարկացել է։ Հիշում եք հայտնի դեպքը Հիսուս Քրիստոսի, որ քարերն առած ուզում էին մեղավոր կնոջը քարկոծեին եւ Տերն ասաց, որ թող խփի նայով ամենը անմեղն է։ Բայց այլ ավելի զարմանալի ու ցավալի է մեզ համար, որ այդ քննադատության դրոշակը վերցնում են մարդիկ, ովքեր պատասխանատու անձնավորություններ են, ովքեր պիտի ավելի շատ ներեն, ավելի շատ ստեղծագործեն, գործ անեն, փոխարենը պարզ քահանային դատապետում են, բամբասում են, սա է ձեր մակարդակը։ Ես առաջարկում եմ հոգեվորականի մակարդակին ծանոթանալու համար հոգեվորականների, հավատացյալների հետ շփվել, հենց հոգեվորականի հետ շփվել, իր ապրած ամեն օրը տեսնել։ Դուք եք Ամասիայի շրջանում ծառայություն ունեցել, Միքայել Սրբազանը, որ այս պայն ունի առողջական լուրջ խնդիրներ, եղել է ձեր հոգևոր առաջնորդը, ձեր հոգևոր առաջնորդն է նաև Մկրտիչ Սրբազանը, որ նույնպես այս պահին բանտարկված է։ Եվ չեմ կարող չընդգծել ձեր թեմի խոնարհությամբ եմ ես դա նշում, թեմի վարքը, երբ առաջնորդի բացակայության պայմաններում ակնհայտորեն, նկատելիորեն դուք հավատավոր հոտին ոչ միայն մենակ չեք թողնում, այլ ճիշտ հակառակը փորձում եք ավելի շատ միավորել։ Ինչ զգացողություններ ունեք դուք որպես հոգևորական, որի առաջնորդներին բանտարկել են, վեհափառ հայրապետին հալածում են, թիրախավորում են։ Դուք ճիշտ նկատեցիք, մեր առաջնորդները մեզ համար որպես հայեր են։ Միշտ ասել ենք այս մասին եւ այս ընթացքում առավել եւս միշտ զգացել ենք այդ հայրական հոգացությունը։ Եվ երբ որ մենք Մուղնի Սուրբ Գևորգ եկեղեցում ժամերգություն էինք անում, մեր ավագ քահանաներից մեկը Տեր Եղիշեն ասաց, մենք կարծես թե որբացել ենք։ Ունենք այդ զգացողությունը։ Եվ սա, գիտեք, խեղճացած չեմ ասում ես։ Մենք այո որբացած ենք զգում, բայց ոչ թույլ։ Եկեղեցու մտածելակերպի մեջ շատ տրամաբանությունից դուրս բաներ կան։ Որբացած մարդը պիտի թույլ զգա, չէ՞, բայց մենք թույլ չենք զգում մեզ։
Եվ մենք գիտենք, որ մեր սրբազան հայրերը երբ որ դուրս գան, պիտի մենք իրենց թողած հոտը էլ ավելի ծաղկացրած հանձնենք իրենց։ Երբ որ Քրիստոս տաղանդներ էր բաշխում մարդկանց, առակի մեջ մեծահարուստը Տերը, որ տաղանդներ էր բաժանում, շատացրած, ծաղկացրած վերադարձրին։ Եվ մենք աղոթում ենք ամեն օր մեր սրբազան հայրերի համար, որովհետև մենք հոգևորականներս, քահանաներս, ինչ որ կանք իրենց շնորհիվ, Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ։ Մենք տարբեր գյուղերում, քաղաքներում, տարբեր բնակավայրերում ապրած, մեծացած, այսպես նույնիսկ կենցաղային ռեժիմին ոչ սովոր տղաներ գնացել ենք ճեմարան եւ մեզանից կերտել են այն ինչ որ ենք։ Եվ երբեք մենք չենք կարող մոռանալ եւ մենք հաշտ չենք։ Այս նախադասությունը ես միշտ ասում եմ ու ասելու եմ այնքան ժամանակ, մինչև մեր սրբազան հայրերը դուրս չգան։ Մենք հաշտ չենք, որ մեր սրբազան հայրերը գտնվում են այնտեղ, որտեղ չպիտի լինեին։ Իրենք պիտի իրենց գահին նստեն, իրենք պիտի օրհնեն մարդկանց, մեզ օրհնեն, ոչ թե գտնվեն կալանավայրում։ Մեզ համար սա ուրախալի չէ։ Եվ վստահ ենք, որ արդարությունը վերականգնվելու է եւ մեր սրբազանները դուրս են գալու։ Տեսեք, մենք եղբայր ունենք, Տեր Գարեգինը։ Ինքն էլ տնային կալանքի մեջ է։ Որքանով է ճիշտ, որ քահանան գտնվի տնային կալանքի մեջ։ Այդ ժամանակը ինքը ծախսում էր մարդկանց տներ այցելելով, տնօրնեք էր անում, մկրտություն էր անում, ի վերջո սուրբ պատարագ էր մատուցում։ Գիտեք, որքան հավատացյալներ կան, քանի որ մենք ապրում ենք նույն տարածաշրջանում, Աշտարակ քաղաքում, Մուղնիկ գյուղում, օրերով արտասվում են, սպասում են Տեր Հայրի վերադարձին։ Լավ, ասում են տնային կալանք է, բայց անունը կալանք է, չէ՞։ Քահանա, սրբազաններ, անազատության մեջ գտնվելը քրիստոնյա առաջին պետականորեն քրիստոնեությունը առաջին ընդունած երկրում, սա կներեք տրամաբանությունից էլ է դուրս։ Երբ մենք խոսում ենք մեր կալանավորված սրբազանների մասին, Բագրատ սրբազանի, Միքայել սրբազանի, Մկրտիչ սրբազանի, արդեն միացավ Արշակ սրբազանը, իրենք անազատության մեջ ավելի ազատ են։ Մենք տեսնում ենք, որ շատ-շատերս անհամբեր սպասում ենք իրենց ամեն նամակին, ամեն հայտարարությանը, բայց դա չի նշանակում, որ մենք պիտի, ինչպես դուք նշեցիք, հաշտ լինենք դրա հետ։ Եվ եթե դեմ չեք, ես շատ կուզեի, որ դուք մի պահ պատմեք նաև Մկրտիչ սրբազանի մայրիկի հետ ձեր հանդիպումների մասին։ Հիմա ինձ համար շատ դժվար է ամբողջ սերս եւ հարգանքս մայրիկին։ Ես մի բան կասեմ, ինքը ուժեղ մայր է եւ երբ որ իր հետ մենք հանդիպում ենք, ինքը թող թույլ տա, որ սա ասեմ, երբ որ իր հետ հանդիպում ենք, ավելի ուժ առած դուրս են գալիս։ Երբ որ առաջին անգամ այս դեպքերից հետո իհարկե միշտ շփվել ենք, գնացել ենք, մեր Մկրտիչ սրբազանի մայրն է, Վեհափառ Հայրապետի քույրը, միշտ գնացել ենք, միշտ հյուրասեր, իմիջայլոց ճանաչողները կիմանան, հարյուրավոր ուխտավորներ է ունեցել այդ կինը, 200-ից ավել ուխտավորներ է ունեցել եւ կարող է պատարագ մատուցեիր եւ հանկարծ մի կին մոտենար, ասեր օրհնեցեք Տեր Հայր, ավետարանը համբուրեր եւ չճանաչեիր ով է։ Հետո մոտենային ասեին ճանաչեցիր ով էր, ասեի չէ, դեռևս նոր քահանա ձեռնադրված ժամանակներում ասեին, որ Վեհափառի քույրն է, ինքը եկեղեցուց եկեղեցի, որտեղ մի բանի կարիք է եղել, ինքը օգնել է։ Հիմա երբ որ մենք այցելում ենք մայրիկին, սպասում ենք, որ ընկճված մեկին կտեսնենք, բայց մենք գնում ենք իրենց փոփելու այդ միամիտ մտքով, բայց փոփված եւ էլ ավելի ուժ առած դուրս են գալիս այդտեղից։ Եվ իր ամենամեծ զենքը աղոթքն է։ Ամեն օրվա աղոթքը եւ ինքը մայրաբար միշտ մեզանից պահանջում է, որ աղոթեք։ Ուրեմն այս տեսակն է։ Իհարկե մենք շատ ենք տարբեր թեմաներից զրուցում, իբրև զավակները մոր հետ մեր բոլոր հոգևորականները, ովքեր մեր Մկրտիչ սրբազանի ընկերները, որ նաև մեր ավակ ընկերներն են,
շատ ու շատ թեմաներից ենք զրուցում, ես վստահ եմ, որ մի օր առիթ է կլինի, ինքը կպատմի այդ ամեն ինչի մասին ու բոլորին իր այդ մայրական ուժն ու օրինանքը կտա։ Եվ այդ աղոթքը չի կարող ուղղակի օդի մեջ կորչել։ Եվ մենք նաև ամուր ենք եւ պինդ ենք մայրիկի աղոթքների շնորհիվ։ Եվ այս ընթացքում չենք ուզի այս չարիքը լիներ, բայց նաև ժողովրդական խոսք կա, չկա չարիք առանց բարիքի, հասկացանք, թե ինչքան ուժ կա մեր հոգևորականների, ընտանիքների, մայրերի, երեց կանանց մեջ, երեխաների, մեր Տեր Գարեգինի աղջիկները եւ տղան ամեն օր աղոթքի են կանգնում։ Եվ ես կոչ կանեմ, խորհուրդ կտամ այն մարդկանց, ովքեր խոսում են հոգևորականների մասին, երբ որ գնում են պատարագի, հարցնեն այդ խորանի վրա կանգնած տղաներից, ովքեր են։ Ամեն մի քահանայի աղջիկը երգում է երգչախմբում, տղան խորանում։ Այդ է անում հայ հոգևորականը։ Ինչ եք ուզում հայ հոգևորականից։ Եվ այո, մենք քաջ առողջություն ենք մաղթում բոլոր մայրերին, մեր սրբազանի մայրիկին, որ Վեհափար Հայրապետի քույրն է եւ իրենք խորքից հավատավոր ընտանիք են։ Ուղղակի Վեհափար Հայրապետը եւ իրենց ընտանիքը շատ ու շատ թող թույլ տա Վեհափար Հայրապետը, ասեմ, համեստ են, որովհետեւ գործի մարդ են, ոչ թե խոսքի։ Պիտի ասեմ, որ մեր հոգևորականների խիղճը միտքը հանգիստ է։ Սա շատ կարևոր է եւ եթե թույլ տաք փոխանցենք մեր բոլոր հավատավոր զավակներին, ամուր թող լինեն, պինդ լինեն, որովհետեւ մենք ամուր ու պինդ ենք։ Մի տրվեք ոչ մի ստի, բամբասանքի, կեղծիքի, մնացեք ձեր հոգևորականի կողքին, ձեր եկեղեցու կողքին, աղոթեք Վեհափար Հայրապետի համար եւ վստահ եմ, ավելի քան վստահ եմ, ելի ենք ասել եկեղեցին միշտ էլ փոթորիկների միջով անցել է, ավելի քան վստահ եմ, որ այս փոթորիկն էլ անցնելու է։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։